Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիրք Լոլկեին։ Կողմերն անդրադարձել են երկկողմ գործակցության ուղղություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերություններին։ Ընդգծվել է վերջին շրջանում այդ կապերի զարգացման դրական դինամիկան։ Քննարկվել են նաեւ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքը, ապագայում գերմանական ընկերությունների կողմից այդ երթուղին օգտագործելու հնարավորությունները։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ եւ որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։ Դեսպանն էլ շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի նպատակն է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում երեք երկրների միջև հարաբերությունները դարձնել առավել ինստիտուցիոնալ եւ կայուն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության համաձայնագիրը պաշտպանական բնույթ ունի եւ որևէ երկրի չի սահմանում որպես ընդհանուր թշնամի կամ հակառակորդ։ Այն չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք կամ մրցակից։ Մեքքայի համաձայնագրի շրջանակում գործողությունները համակարգելու համար Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան կստեղծեն քաղաքական եւ ռազմական մեխանիզմներ, որոնք կմիավորեն երեք երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ ռազմական հրամանատարներին։ Համաձայնագիրը նախատեսում է ռազմական համագործակցության աստիճանական խորացում համատեղ զորավարժությունների անցկացմամբ։ Նաեւ նախատեսվում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մեխանիզմի զարգացմանը զուգահեռ հետագայում կարող է քննարկվել համաձայնագրին այլ երկրների միանալու հնարավորությունը։ Օգոստոսի 7-ին Անկարան, Իսլամաբադը եւ Ռիադը ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը, որը ՆԱՏՕ-ի օրինակով ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը։ Երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Եվրոպական ավելի քան 30 երկիր, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավարը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները եւ մահապատիժները։ Երկրներն Իրանին կոչ են արել անմիջապես վերջ դնել մահապատժի կիրառմանը, լսել իր ժողովրդին, որը փոփոխություն է պահանջում եւ գործուն քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի խոսքով անմարդկային ռեպրեսիան պետք է ավարտվի, պատասխանատուները պետք է պատժվեն, իսկ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է եվրոպական պետությունների հայտարարությունը, որը հրապարակել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեցնեն աշխարհին մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալը։ Գազայում Իսրայելի ցեղասպանությանը եւ Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը ոչնչացրել է բարոյական բարձր դիրքը, որը ձեզ թվում էր թե ունեիք, գրել է Արաղչին X հարթակում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի։ Այս այցը մեծ դժգոհություն է առաջացրել Ճապոնիայում, որը Կուրիլյան 4 կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները։ Տոկիոն խիստ բողոք է հայտնել Մոսկվային։ Վարչապետ Սանաե Տակաիչիի խոսքով Պուտինի այցը հակասում է հյուսիսային տարածքների վերաբերյալ Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը, վիրավորում ճապոնացի ժողովրդի զգացմունքները եւ բացարձակապես անընդունելի է։ Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի ի վեր Տոկիո-Մոսկվա հարաբերությունները բարդ վիճակում են, իսկ այս այցը միայն կխորացնի Ճապոնիայում Ռուսաստանի նկատմամբ վատ տրամադրվածությունը, խոչընդոտելով հարաբերությունների վերակառուցմանը։ Սանաե Տակաիչին հավելել է, կառավարությունը կքննարկի արձագանքի համապատասխան միջոցառումները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան արշիպելագի հարավային 4 կղզիների նկատմամբ։ Օգոստոսի 12-ին Յուժնո-Սախալինսկում խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում Պուտինը հայտարարել էր, որ Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի Ռուսաստանի նկատմամբ, սակայն այս իրողությունն ամրագրված է միջազգային փաստաթղթերում։ Գիշերն ուկրաինական հարվածների պատճառով Օրսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ Օրենբուրգի նահանգապետի իրավիճակը բարդ է, խոցվել է կարևոր ենթակառուցվածքը։ Վերանորոգումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Օգոստոսի 12-ից Օրենբուրգում բենզինի վաճառքի սահմանափակումներ են գործում։ Մեկ այլ նավթավերամշակման գործարան թիրախավորվել է Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում։ Բաշկորտոստանում հարձակման է ենթարկվել նաև Wildberries-ի լոգիստիկ օբյեկտը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարված
հարվածների մասին։ Խերսոնի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 2 մարդ է զոհվել, Սումիում կա 7 վիրավոր։ Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը, իսկ Օդեսայի մարզում ուղևորատար գնացքին հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Միևնույն ժամանակ կողմերը զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել։ Ռուսաստանն Ուկրաինային հանձնել է 261 մարմին, ստացել 24 մարմին։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակումները վերջին շաբաթներին աճել են և Կիևին շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Զելենսկու խոսքով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային վաճառի իր հրթիռների 5%-ը, ապա ձմեռը հնարավոր կլինի հաղթահարել, իսկ եթե վաճառի 10%-ը, ապա ռուսական բոլոր բալիստիկ հրթիռները կոչնչացվեն։ Այժմ Կիևն ունի անհրաժեշտ ամերիկյան հրթիռների ընդամենը 1%-ը, նշել է նա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։